Քանի որ նստաշրջանի վերջին քառորիան է եւ նրանում այս ամբիոնից վերջին անգամ հայտարարություն անելու հնարավորությունը, ցանկանում եմ հանդես գալ ստեղծված իրավիճակի ամփոփ գնահատականներով։ Հայաստանը ապրում է ճակատագրական ժամանակներ։ Ապրիլյան քառորիա պատերազմը եւ դրա հետևանքով ձևավորված իրողությունները ակնհայտ են դարձնում մեր երկրի արմատական եւ արագ արդիականացման հրամայականը։ Գլխավոր խնդիրն է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության եւ պաշտպանունակության ապահովումը։ Անհրաժեշտ է պետական եւ մասնավոր բոլոր ռեսուրսների լարում, կարճ ժամանակահատվածում, անհրաժեշտ սպառազինություններով բանակը ապահովելու, մասնավորապես տեխնոլոգիապես ժամանակակից զինատեսակներով համալրելու եւ տեխնոլոգիական տեսակետից առաջացած ճեղքվածքը փակելու ուղղությամբ։ Անվտանգությունը, սակայն, ոչ միայն արդիական զենքն է, պաշտպանական ամուր համակարգերը եւ մարտունակ զինվորը, այլև առաջին հերթին զարգացող տնտեսությունը եւ համերաշխ ազգային շահերի շուրջ համախմբված հասարակությունը։ Հայաստանը պետք է արմատապես վերափոխի գործող տնտեսական համակարգը։ Այս առումով առաջնահերթ քայլերն են մենաշնորհների եւ կոռուպցիայի վերացումը, ազատ եւ արդար մրցակցության երաշխավորումը, փոքր եւ միջին բիզնեսի զարգացման խթանումը։ Հայաստանը պետք է հիմնովին փոխի գործող ընտրական համակարգը, երաշխավորելով ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը եւ լեգիտիմ իշխանությունների ձևավորումը։ Վերջապես պետք է համաձայնություն կայացվի ընդդիմության, իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության միջև օրինական ընտրությունների ապահովման մեխանիզմների շուրջ։ Պետք է սկսվի արդարադատության համակարգի վերափոխումը, որի արդյունքում կերաշխավորվի դատարանների անկախությունը։ Հայաստանում այլևս երբեք եւ ոչ ոք չպետք է դատապարտվի կամ հալածվի քաղաքական հայացքների համար։ Բանտերում գտնող քաղբանտարկյալները պետք է անմիջապես ազատ արձակվեն։ Հայաստանի արդիականացման ծրագիրը պետք է իրականացվի համագործակցության եւ դեպի ժողովրդավարություն փոխհամաձայնեցված անցման սկզբունքների վրա, ինչը թույլ կտա վերականգնել քաղաքացիների վստահությունը պետական ինստիտուտների եւ հուսալի ու բարեկեցիկ ապագայի նկատմամբ դադարեցնել կործանարար արտագաղթը։ Այս քայլերը կպահանջեն լուրջ զիջումներ այսօրվա իշխանությունների կողմից, բայց այլընտրանք չունեն, եթե ցանկանում ենք հաղթանակած դուրս գալ այս մարտահրավերներից։ Շնորհակալություն, պարոն Զուրաբյան։ Գագիկ Ջահանգիրյան, համեցեք, պարոն Ջահանգիրյան։